Վարչապետը ասում է բանակի 32-րդ տարելից է բանակի խնդիրների մասին խոսելու եւ առերեսվելու ժամանակն է։ Նեւ շարունակում է, ասում է մենք այսօր ունենք խնդիր, երբ բանակ է զորակոչվում, զորակոչի ենթականների կեսից ավելի պակաս է։ Սա կամ նշանակում է, որ մեր սերունդը լուրջ առողջական խնդիրներ ունի, կամ զորակոչը Հայաստանի Հանրապետությունում շարունակում է մնալ կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են հանրության, զինվորականության եւ բժշկական հանրության ներկայացուցիչները։ Եթե այդպես է, իսկ նման հնարավորություն կա, դա պետությունը քայքայող դաշինք է, որը կասկածի տակ է դնում մեր պետություն ունենալու իրավունքը եւ ցանկությունը, եւ մենք պետք է քանդենք այդ դաշինքի ողնաշարը։ Մենք պետք է գնանք ինստիտուցիոնալ փոփոխությունների եւ վճռական որոշումների ճանապարհով, որպեսզի տեղ չթողենք կամ նվազագույնի հասցնենք այս երևույթները։ Ասում են դու վարչապետով մեզ սպառնում ես, գալի ասում ես վարչապետը կողմ է նախագծին, կողմ քվեարկիկ, վրեքս վարչապետ ես բերում։ Ասում եմ ես վարչապետի հետ քննարկել եմ։ Հիմա էլ ուզում եմ ասեմ, շնորհակալ եմ վարչապետին ինձ իմ բոլոր խնդրանքները կատարելու համար։ Հիմա դրանից հետո ինձ ասում են վարչապետը սպառնում ես, բայց հիմա խեմ ես իրեցքան ասում, որ հիմա հերմայել չգնան գրեն իրանց նախկին կանանց կամ զոնքաշների կայքերով Զակաստան ասենք Սարգսյան Հայկը դուս եկել բանի դեմ, կառավարության դեմ կամ վարչապետի դեմ։ Ոչ Սարգսյան Հայկը կատարելա վարչապետի ելույթից բխող աշխատանքները։